Տիկին Գալստյան քաղաքացիների կողմից նաև կա այսպիսի մտահոգություն, որ օրինակ բանկեր դիմելու են, չգիտեմ, քարտերի համար, այնտեղ էլեկտրոնային հասցե են ուզում, օրինակ չգիտեմ, 86 տարեկան պապիկը ինչ էլեկտրոնային հասցե պետք է ներկայացնի, ոնց է այդ լուծումը պատկերացնում։ Հարցը երկու ենթատեքստ ունի։ Նախ այնինչ նախատեսված է բանկի ընթացակարգերով, բանկը պարտավոր է պահպանել։ Երկրորդ, երևի թե մեզի շատերով լսում կամ մասնակցում է այդ համակարգին, տեղյակ է, որ ինքը էլեկտրոնային փոստի հասցեներով ստանում է հաղորդագրություններ, կարևոր հաղորդագրություններ։ Չգիտեմ, բացեն, որ հաշվին նստեց, հաշվից գումար դուրս եկավ եւ այլն։ Այսինքն դա այդպես կամայական ցանկություն չի։ Հնարավորինս մենք այդ երկրորդնային ինֆորմացիա կրող տեղեկատվությունները բացառել ենք։ Դա այն անհրաժեշտ տեղեկատվությունն է, որ պետք է բանկին իր ծառայությունները պատշաճ մատուցելու համար։ Այնպես որ մեր տարեց կենսաթոշակառուները ունենք այդ փորձը, վստահելի այն հասցեն են տալիս, որ կարող է կապը ապահովել կենսաթոշակառուի եւ բանկի միջեւ։ Իսկ այդ հասցեներին էլ եմ ասում պարտադիր են, որպեսզի կարողանա բանկը անհրաժեշտ հաղորդագրություններով կապ հաստատի իր թոշակառուի, իր շահառուի հետ։ Տիկին Բեկարյան, եթե միայնակ տարեց է, ինչ լուծում եք առաջարկում այդ դեպքում։ Էլեկտրոնային փոստերի հետ կապված ենթադրում եմ, որ միասնական սոցիալական ծառայության աշխատակիցը իր համար այնուամենայնիվ կփորձի բացել էլեկտրոնային փոստի հասցե, եթե քաղաքացին համաձայն չլինի կամ չգիտեմ, ամեն դեպքում էլեկտրոնային փոստի հասցեն պետք է բանկային հաշվի քաղվածքներ ստանալու համար, բանկի հետ կապ ապահովելու համար, կարծում եմ, որ միայնակ տարեց քաղաքացին էլ դեմ չի լինի, եթե սոցիալական ծառայության աշխատակիցը նրան օգնի էլեկտրոնային փոստի հասցե ձեռք բերելու ու հետագայում նաև օգտվելու համար։ Տիկին Գալստյան, դուք կարևորեցիք այն հանգամանքը, որ այս շահառուների խումբը, որոնց նշեցիք, իրենք եւս հնարավորություն ունենան, քարտով կատարել գնումներ, ծառայություններից օգտվել եւ իրենք ունենան այդ քեշբեքի հնարավորությունը։ Քաղաքացիների ահազանգերը կամ մտահոգությունները երբ ուսումնասիրում էին, շատերը նշում էին, որ նույն տարեցները նախընտրում են ունենալ գումար իրենց ձեռքում, որովհետև իրենք սովորաբար օրինակ շրջիկ մեքենաները, որ բանջարեղեններ են վաճառում կամ փոքրիկ ինչ-որ առևտրի կետերից են առևտրանում, այսինքն իրենց մեծ հաշվով ձեռնտու չէ այդ քարտով գնալ ինչ-որ խոշոր սուպերմարկետներից առևտրանել, որովհետև նախ իրենք չեն կարողանում գնալ, իրենք սովոր են իրենց տնամերձ հատվածներից գնումներ կատարել։ Մյուսը Տիկին Բեկարյան, մարդիկ մտահոգություն են բարձրացնում, որ իրենց բնակավայրերում օրինակ մոտակայքում էլ բանկոմատները չկան, օրինակ հեռու են գտնվում, տարեցը, միայնակ տարեցը ինչ պիտի անի, ամեն անգամ մեկին պիտի խնդրի։ Դրանից բացի, եթե նույնիսկ գումար է տալիս հարևանի երեխային, որ գնա իր համար հաց բերի, այս անգամ ինքը չի մտավախություն կունենա կամ բավարար վստահություն չունենա քարտը տրամադրի գնա իր համար հաց բերի, որտեղ ինքը չի կարողանալու վերահսկել հավելվածով կամ մեյլով, թե ինչ շարժ կա։ Մարդկանց մտահոգություններին ինչպես կարծրակում եք։ Ձեր առաջին հարցի կապակցությամբ ասեմ, որ եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվեինք, մենք անկախի գործառնությունները Հայաստանի Հանրապետություն չպիտի ներդնեինք, որովհետև բոլորս էլ այդ թվում ես որոշակի ժամանակահատված ավելի հեշտ կառավարել եմ իմ կանխիկ միջոցները։ Բայց երբ որ մի օր որպես քաղաքացիական ծառայող մեզ էլ այսպես համակարգով շատ ավելի վաղ ժամկետներում պարտադրվեց այդ բառը օգտագործեմ այնուհանդերձ ունենալ աշխատավարձ ստանալ կանխիկ քարտային համակարգով բանկի միջոցով կամաց այսինքն ցանկացած նորույթ ինքը իր մեջ ունի այդ բացասական ու վանող երևույթը ու եթե մենք դրանով առաջնորդվենք որևէ հարաբերություն այդ առավել եւս տնտեսական հարաբերություն դժվար թե լուրջ զարգացումներ ունենա այնպես որ կարծում եմ սկզբում ինչ որ մի բան գուցե կանխիկացնի ես էլ դա ընդունում եմ պապիկա տատիկա թորնիկի մի հատ կանֆետի մի հատ բուֆետի մի հատ չգիտեմ ինչի փող կտա բայց երբ որ ինչ որ մի բան այնուհանդերձ անկախիկ վճարում անի եւ հաջորդ ամիս որոշ գումար ստանա, այսպես ենք մենք նորից սովորում այդ հաշտվում նորի անհաշտ կողմերի հետ, ու մի օր էթինը դառնում է լավագույնին, այդ նորը դառնում է լավագույնին ու հասկանում ենք, որ այն այնքան էլ վատ չի։ Համենայն դեպս իմ կարծիքով, եթե այնակ փետրվարին մինչև 20-ը 15-ից մինչև 20 ընկած ժամանակահատվածում կենսաթոշակառուները ստանան ինձ առավելագույնը 10,000 դրամը, չեմ կարծում դրանից ինչ-որ մեկ իրեն բաց զգա։ Ու զուգահեռաբար իսկապես չեմ բացառում, որ հարկ կլինի կենսաթոշակը նաև
կանխիկ եղանակով որոշ գնումների դեպքում ծախսել, այնպես որ մեր սեփական վարքագիծն էլ ակամա այսպես ենթարկվում է ընդհանուր զարգացումների միտումի եւ այդ կանխիկի շրջանառությունը գնալով փոքրանում է։ Մեզից ցանկացած մեկը իր սեփական փորձով իսկապես կարող է դա հաստատել, որ իսկ մի քիչ դժվար մտանքես ունի մեջ, բայց մտնելուց հետո էլ հիմա շատ-շատերիս մոտ ուղղակի կանխիկ չկա, նախընտրում ենք անկանխիկ վճարումներ հեռախոսով, քարտով եւ այլն։ Տիկին Բեգնարյան, մենք նախնական թվեր ունենք, թե ինչ քանակի մարդու մասն է, որ խիստ անհրաժեշտ է լինելու, որ միասնական սոցիալական ծառայության աշխատակիցները այցելեն։ Այս պահին, ինչպես որ ասեցի, դեռ ամփոփվում են այդ թվերը, բայց մեր գնահատմամբ դրանք մոտ շուրջ 10,000 շահառու են լինելու, 15 ոչ ավել։ Խոսքը այդ քանակի մասն է մինչև մարտի 5-ը, այնուամենայնիվ ամբողջ ինֆորմացիան, որ տիրապետում է միասնական սոցիալական ծառայությունը, ամփոփվելու է, մենք հստակ պատկերացում ունենալու ենք, որ քաղաքացիների մասն է խոսքը։ Այս փուլում թերևս երևի ամենակարևորն է, որ անձնագրերի ժամկետը լրացվի։ Ամենակարևորը, այո, այդ հարցը պետք է ամենաարագ կերպով լուծել, որովհետև այնուամենայնիվ վավեր անձնագիր ունենալը նաև կօգնի նրանց այլ ծառայություններից օգտվելու, իրականում անձը հաստատող փաստաթուղթ վավեր չունենալը խոչընդոտելու է եւ բանկային հաշվի պայմանագիրը կնքելու եւ մնացած ուրիշ ծառայություններից օգտվելու համար եւ ոչ միայն բանկում, այլ մյուս պետական հաստատություններում էլ։